Այլևս ինչու քրեմ, բանաստեղծություն, այլևս ինչու քրեմ, երբ արդեն արհեստական բանականությունը մեր փոխարեն երկունք կաբրի, կդարաբի, հագասություններ կստեղծե, կամ չի ստեղծեր, պատկերներ կարարե, նոր բարերու ծնունդ կուտա, և բանաստեղծությունը արհեստական օրեն կձևավորվի, ինչպես արհեստական բեղնավորում է ետք, ծնունդ առնող նորածինը, որ լիարժեք է, որ ջիջ ունի և արյան շրջանառություն, սակայն արհեստական հոգիով։ Արհեստական բանականությամբ գրված բանաստեղծությունը խիզախ է, անվախ, որ մեկ վախնան բռնապետները, որովհետև հեղինակը չեն կրնար վերացնել և նույնիսկ փանդարգել, պայցան միշտ մնալու է խորտզավակը մեր թռիչքներու, մեր հիասթափություններու, խորտզավակը մեր ժամանակի, կամ միգուցե մենք ենք խորթերը գոյության երևեչներու դալանումի մեջ, որ թեր բանաստեղծություն պատրել գիտենք մենք մեզ մեղադրել, մենք մեզ հայհոյել գիտենք, մեր շրթունքները խածնել, մինչև արյան թարնությունը տարածվի մեր երևակայության քիմքերուն վրա։ Բայց ինչու բանաստեղծություն այլևս գրեմ, երբ մեկ գոճակով ամեն ինչ կսվի, բայց և այդպես պիտի գրեմ և պիտի գրեմ։